Լուծենք 24-րդ խնդիրը։ Առաջին շտեմարանի համակարգի։ Ոսկու եւ արծաթի երկու համաձուլվածքներից մեկում այդ մետաղները պարունակվում են առաջին համաձուլվածքում 1-2 հարաբերությամբ, իսկ երկրորդ համաձուլվածքում 2-3 հարաբերությամբ։ Առաջինը ոսկին է, մյուսը արծաթն է։ Ոչինչ օգտագործել եւ ատարել։ Ոսկին եւ արծաթը։ Հիմա առաջին խնդրում հարցնում է. քանի կիլոգրամ ոսկի է պարունակում առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը։ Եթե 15 կիլոգրամ է, դրա մեջ քանի կիլոգրամն է ոսկի։ Սերոջ։ Ոսկին ես առաջին համաձուլվածքը փորձում եմ հետազոտել եւ արծաթ։ Ինչպիսի հարաբերությամբ էր 1 կիլոգրամը 2 կիլոգրամի հետ։ Եթե վերցնեմ 2 կիլոգրամ, հետ ինչքան արծաթ պիտի վերցնենք։ 4 Ապրես։ Եթե վերցնեմ 3 կիլոգրամ, հետ ինչքան արծաթ պիտի վերցնենք։ Կրկնապատիկ է։ Այո, հետո 8 տենց գրիմա 5 10 Հենա, այս ո՞րն է։ Տեսեք, այս դեպքն է, ասա 15 կիլոգրամ որ ունենանք։ Քանի կիլոգրամն է ոսկի։ 15 կիլոգրամ համաձուլվածքի դեպքում 5 կիլոգրամը ոսկին է, 10 կիլոգրամը արծաթն է, ով հասկացավ։ Սա հերթով փորձելով լուծեցինք, իսկ ուրիշ ինչպես կարող էինք լուծել։ 15-ը բաժանենք 1-ին գումարած 2։ Այո, այո։ 1-ին գումարում ենք 2, բաժինները գումարում ենք, 15-ը հարաբերում ենք 1-ին գումարած 2 3-ին, եւ եթե կոնկրետ ոսկին ենք ուզում գտնել, բազմապատկում ենք 1-ով։ Եթե արծաթն ենք ուզում գտնել, բազմապատկում ենք 2-ով։ Կամ առանձին ենք անում։ 15-ը հարաբերում ենք 3-ին։ Եղավ 5, 5 ինչն ենք գտնել։ Յուրաքանչյուր բաժնի զանգվածը։ Դուք ունեք 1 բաժին ոսկի, 2 բաժին արծաթ։ Սա ոսկին է, սա արծաթն է։ Բաժինները եթե գումարենք, 1 բաժին գումարած 2 բաժին, ստացվում է 3 բաժին։ 15-ը հարաբերում ենք 3-ի, գտնում ենք յուրաքանչյուր բաժնի զանգվածը։ Ուրեմն ոսկին, քանի որ մի հատ է, 1 անգամ 5 կիլոգրամ է, 2 անգամ 5 10 կիլոգրամ արծաթն է։ Որ եղանակն է լավ, փորձելով թե այսպես տակից։ Փորձելով։ Կարող ենք նաև x-ով լուծենք։ Փորձելով իհարկե հեշտ է։ Եթե x-ով ենք լուծում, ոսկին համատականության գործակից ենք ներմուծում, ոսկին ենթադրենք x կիլոգրամ է, արծաթը լինում է 2x կիլոգրամ։ Միասին մի վարքյան։ Հա, լավ է։ Ինչու գրեցի x եւ 2x երեխեք ջան։ Քանի որ 1-2 հարաբերությամբ է, ոսկին որոշեցի x-ով նշանակել, արծաթը նրա կրկնապատիկն է։ Եթե լուծեմ ինչ կլինի 3x-ը 15x-ը ստացվեց 5 կիլոգրամ ոսկին է, 2x 2 անգամ 5-ն էլ արծաթն է։ Պարզե՞լ։ Սա առաջին խնդիրը։ Հիմա երկրորդը։ Առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը քանի կիլոգրամ ավելի արծաթ է պարունակում, քան երկրորդ համաձուլվածքի 15 կիլոգրամը։ Հիմա եկեք երկրորդ համաձուլվածքը ուսումնասիրենք։ Եթե երկրորդ համաձուլվածքից 15 կիլոգրամ վերցնեմ, մեջի ոսկին ինչքան կլինի։ 2-ին գումարում ենք 6։ Քանի որ այստեղ բացատրել եմ, հասկացել եք, այս հատվածը մաքրենք, երկրորդ համաձուլվածքն ենք ուսումնասիրում, էլի ոսկի արծաթ հարաբերակցությունը գրենք, 2-3 հարաբերությամբ էր, չէ, 2 կիլո ոսկուց, 3 կիլո արծաթից։ Հիմա 15 կիլոգրամ ոնց ստանանք, շարունակենք, մի հատ փորձելով գտնենք, հետո x-ով։ Ինչ կլինի հաջորդ զույգը, որ գրենք։ Էդի կլինի 4 ու 6։ Ուրիշ Կլինի 5 2 անգամ 3 անենք, լավ, 2 անգամ 3 6, 3 անգամ 3 9։ Տեսեք 6-ին գումարած 9-ը ինչ է լինում։ 15։ Ուրեմն հենց այս զույգի մասին է խոսքը։ Եթե ես 15 կիլոգրամ համաձուլվածք եմ վերցնում, մեջը 6 կիլոգրամը ոսկին է։ Կամ եթե x-ով լուծենք, ինչ պետք է գրեի։ 2x + 3x-ը 15, 5x-ը 15, x-ը ստացվում է 3։ Համատականության գործակիցն է դա։ Ես պետք է ոսկին գտնելու համար 2 անգամ 3 գործողությունը կատարեմ, 2 անգամ 3, 6 կիլոգրամը ոսկին է։ Ոսկի։ Հիմա հարցադրումը հետևյալ կերպ էր։
15 կիլոգրամ առաջին համաձուլվածքի մեջ արծաթի զանգվածը քանի կիլոգրամով է ավելի երկրորդ համաձուլվածքում արծաթի զանգվածից։ Արծաթները պիտի համեմատենք։ Այստեղ արծաթը ինչքան է? 10, 10, իսկ ես երկրորդ համաձուլվածքում արծաթը ինչքան է? 9, 9, այստեղ պետք է գրենք նաև 3 անգամ։ 3 եղավ 9։ Ինչքանով է ավել? 1-ով։ 1 կիլոգրամով։ 10-ից հանում ենք 9, 1 կիլոգրամով է ավել։ Սա երկրորդ խնդրի պատասխանն է։ 1 կիլոգրամով։ Պարզ եմ բացատրում։ Եվ երրորդ խնդիրը, քանի կիլոգրամ արծաթ են պարունակում առաջին համաձուլվածքի 15 կիլոգրամը եւ երկրորդ համաձուլվածքի 20 կիլոգրամը միասին։ 15 կիլոգրամի մասին ինֆորմացիա ունենք 5 ու 10-եր, չէ՞։ Հիմա ստեղ 20-ի գնանք, ինչ կլինի, եթե 20-ով աշխատենք, արեք, 20 կիլոգրամի դեպքում որքանն է ոսկի, որքանն է արծաթը։ Որ համաձուլվածք։ Երկրորդ համաձուլվածքի 20 կիլոգրամը, երրորդ խնդիրն ենք լուծում, երրորդը կգրեմ այստեղ։ Ոսկիա 12-ը։ Այո, եթե ես 4-ով բազմապատկեմ, 2 անգամ 4։ Ներողություն, 8, 3 անգամ 4, 12։ Տեսեք, 8-ին գումարած 12, 20 կիլոգրամ համաձուլված վերցնելու դեպքում 8 կիլոգրամը ոսկի է, 12-ը արծաթ։ Մեզնից պահանջում է գտնել քանի կիլոգրամ արծաթ են պարունակում երկու համաձուլվածները միասին, որ թվերն են վերցնելու։ 10-ը եւ 12-ը գումարում եք իրար, երրորդ հարցով 10-ին գումարում ենք, 12 եղավ 22 կիլոգրամ արծաթ։ Հարցադրումը կարդացել եք, մտածել եք։ Ստոպ։ Լուծենք 4-րդ խնդիրը, ինչ հարաբերությամբ պետք է վերցնել առաջին եւ երկրորդ համաձուլվածներից, որպեսզի ստացված համաձուլվածքում ոսկին եւ արծաթը լինեն 17-27 հարաբերությամբ։ Ոսկու հարաբերությունը արծաթին լինի 17-27 հարաբերությամբ։ Ունենք տարբերակներ, օգտվենք տարբերակներից։ Առաջին տարբերակում բերված է 3 կիլոգրամ առաջին համաձուլվածքից, 5 կիլոգրամ երկրորդ համաձուլվածքից։ Եթե վերցնենք այս դեպքը, 3 կիլոգրամ համաձուլվածքում որքան է ոսկին եւ որքան է արծաթը, օգտվենք առաջին թվազույգից։ 1 կիլոգրամը ոսկին է, 2 կիլոգրամը արծաթն է։ Եթե 5 կիլոգրամ վերցնենք երկրորդ համաձուլվածքից, որքան է ոսկին, որքան է արծաթը։ 2-ը ոսկին է, երրորդը արծաթն է։ Ոսկիների գումարը միացյալ լինում է 3 կիլոգրամ ոսկի, արծաթները միասին 5 կիլոգրամ։ Պահանջվող 17-27 հարաբերությունը չստացանք, ուրեմն առաջին տարբերակը չի։ Փորձենք երկրորդ տարբերակը։ Եթե վերցնենք, ինչպիսի հարաբերություն երկրորդ տարբերակում, ասում է 9 կիլոգրամ վերցրեք առաջին համաձուլվածքից եւ նայում են գրքին 35 կիլոգրամ երկրորդ համաձուլվածքից։ 9 կիլոգրամ առաջին համաձուլվածքը որ թվազույգի հետ է հարմար։ 3 կիլոգրամը մեջը ոսկին է, 9 կիլոգրամ ներողություն, 6 կիլոգրամը արծաթն է։ 35 կիլոգրամի դեպքում վերցնենք այս թվազույգը։ 2 անգամ 7, 3 անգամ 7, 14, 21։ Սա ոսկին, սա արծաթը։ 3-ին գումարած 14, ոսկին միասին լինում է 17 կիլոգրամ, 6-ին գումարած 21, 27 կիլոգրամն էլ արծաթ է։ Ուրեմն ընտրում ենք երկրորդ պատասխանը։